Ազգային ժողովում հանձնաժողովների նախագահների ընտրության երկարատև քննարկումներից խուսափելու նպատակով Ռուբեն Ռուբինյանն ու խմբակցությունների ղեկավարները 3 համաձայնության եկան այսօր հայտարարեցին հարցերի ու ելույթների թիվը սահմանափակելու մասին։ Հետևաբար ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության ընթացքում գրանցված 35 падգամավորի փոխարեն ելույթ ունեցավ մոտ 1 տասնյակը։ Շարունակեցին հնչեցնել նախորդ օրվա հայտարարությունները համակարգային կոռուպցիայի, կուսակցությունների ցուցակներում ընդգրկված անդամների քաղաքական անցյալի մասին։ Գագիկ Խաչատրյանի ժամանակ ՊԵԿ-ի վերահսկողության վարչության պետնա համատեղությամբ ՔՊ ցուցակի 121-րդ համարը ժողովուրդ ջան Գևորգ 122 ներողություն պարոն Հարությունյան հաջորդը ժողովուրդ ջան այս վայ կներեք Սրբազանի հետի նկարն է ժողովուրդ ջան Գևորգ Սաղոյանը Սրբազանի հետ բայց չէ ժողովուրդ շարունակեմ Հաջորդը ժողովուրդ ջան վայ չես նկարն է պետք է ցույց չտայ պարոն Ռուբինյան երեք Շիրակին Թորոսյան նախին հանրապետականից ման էի գալիս ոնց որ ձեր մայքեքով հանգրվանելա ձեր շարքը մի հետաքրքիր պերֆորմանս էլ ես եմ պատրաստ տեսանյութում տղամարդ է որի վզից ջնջիլ է գցած եւ նրան մի ուրիշ տղամարդ ման է ածում տանում է ջուր խմելու հետո տանում է ուրիշ տեղ այս տեսանյութը նկարահանվել է 2000 թվականին Գեներալ Մանվել Գրիգորյանի ապարանքներում այս տեսանյութի մարդը գիտեք ով է այս որ վզից ջնջիլ է գցած ու ձեր գործընկերոջ ղեկավարը ման է տալի գիտեք ով է Աշոտ Իսախանյան ազատամարտիկ 90-ից 94 թվականներին մասնակցել է Ղարաբաղյան առաջին պատերազմին 5 անգամ վիրավորվել է ինչի համար որ գա ու ձեր Գերագույն ղեկավարի Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ձեր գործընկերոջ ղեկավարը Մանվել Գրիգորյանը իր ախրանայի հետ վզից ջնջիլը գցի տանի ջուր խմելու մարդու իրավունքների մասին ձեր պատկերացումները գալիս հանգում են այս ջնջիլին երբ որ դուք գալի մեզ այստեղ մեղադրում եք մարդու իրավունքները խաթարելու մեջ երբ որ դուք այստեղ գալի մեզ մեղադրում եք ինչ որ բանի մեջ միշտ հիշեք մենք քանդել ենք մարդկանց վզին ձեր կողմից գցած շղթաները Եթե պրոբլեմ եք տեսել Սաղոյան դեպքում մենք պրոբլեմ չունենք դիմեք դատախազություն եթե ունեք այդքան խիզախություն այս դեպքով էլ պարոն Ֆարմանյանի ես որոշակի խնդիրներ եմ տեսնում եւ իրավաբանների հետ խորհրդակցելուց հետո ամենայն հավանականությամբ իրավապահների կդիմեմ Ինչ վերաբերում է Հայկ Վարմանյանի թեկնածությանը, ապա խորհրդարանական մեծամասնությունն այն համոզմունքին է, որ նա չէր կարող ՊԵԿ-ում աշխատած տարիներին զերծ մնացած լինել համակարգային կոռուպցիայից այն դեպքում, երբ մասնավոր ընկերություն ուներ։ Մաքսատան պետը որպես այդպեսին ունի շատ լայն շրջանակ։ Կարա սա մաքսազերծի օրինակ 5 եվրոյով, կարա մաքսազերծի 10 եվրոյով, կան տենց մի շարք ապրանքներ։ Հիմա այդ նկարագրված կոռուպցիոն սխեմայի ընթացքում տեսեք ինչ անում այս Պաշտոնյան, այն բաժակները, որոնք ներմուծողը դիմել է իր բրոկերական ընկերությունը, մաքսազերծում է 5 եվրոյով, պարոն Ֆարմանյան, այն բաժակները, որը ուրիշ բրոկերական ընկերությունով է եկել, մաքսազերծում է 10 եվրոյով։ Սխեմա է, չէ՞։ Սենց բան եղել է, օրինակ, ձեր պաշտոնավարման տարիներին, պարոն Ֆարմանյան, սենց սխեմա աշխատել է, թե չէ։ Խմբակցությունը դեռ քննարկելու է ձեր թեկնածությունը։ Հանձնաժողովի առանցքային գործառույթը պետական բյուջեն ու դրա քննարկումներն են։ Ըստ իս հանձնաժողովը պետք է ղեկավարի այնպիսի մարդ, որը ունի պետական մտածողություն, մակրոտնտեսական խորը գիտելիքներ, բավարար կոմպետենտություն, ազնիվ մասնագիտական եւ քաղաքական անցյալ։ Կարծում եմ նախկինում ասված ոչ մասնագիտական, ակնհայտ կեղծ թեզերը պետք է թողնենք դրսում, որպեսզի մենք էլ կարողանանք գնահատել նաև ձեր մասնագիտական ունակությունները։ Ընտրության իրավունքը ձերն է, ես առանձնապես չեմ տառապում այն ցանկությամբ, որ դառնամ այս հանձնաժողովի նախագահ, բացարձակ ոչ, դա քաղաքական որոշման խնդիր է, ես ենթարկվել եմ քաղաքական որոշմանը մեր թիմի Հաջորդիվ քննարկվեց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Առաջադրման իրավունքը քաղաքացիական պայմանագրինն է։ Թեկնածուն Սարգիս Խանդանյանը, որը նախորդ գումարման ընթացքում եւս զբաղեցրել է այդ պաշտոնը։ Նրան ուղղված հարցերը ընդդիմությունից էին, վերաբերում էին խաղաղության գործընթացին, TTIP-ի իրագործման հեռանկարին, Թուրքիայի հետ սահմանի բացման ընթացքում առաջ եկած խնդիրներին։ Ինչ նախապայմաններ է դրել Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության առջև սահմանները բացելու համար։ Արդյոք նախապայմանների մեջ կա ցեղասպանության, պետականորեն ճանաչման հարցի առաջ չքաշելը
եւ կա մեր ազգային խորհրդանիշներ, մեր զինանշանի կենտրոնում պատկերված Արարատ լեռան խորհրդանիշային բազայից հանելը։ Ոչ բանակցությունների որևէ փուլում նման պահանջ, նման նույնիսկ ակնարկ Թուրքիայի ներկայացուցիչների կողմից երբևէ չի եղել։ Հայաստանի Հանրապետության համար հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ, եւ այս մասին բազմաթիվ անգամ խոսել ենք, եւ ես կարծում եմ, որ դա նաեւ չպետք է լինի այդպիսին, եւ Հայաստանի կառավարությունը, մասնապես Ռոբերտ Քոչարյանի տարիներին, երբ որ այդ հարցը բերել է եւ դարձել ազգային արտաքին քաղաքական առաջնահերթություն, մեծագույն սխալ է գործել, որովհետեւ ցեղասպանության, հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մի շարք պետություններ գործիքայնացրել են։ Իսկ թրիփի շրջանակում գետնի վրա ինչ է արվել եւ այն Հայաստանի համար անվտանգային երաշխիք է թե սպառնալիք, հետաքրքրում էր Լիլիթ Գալստյանին։ Բոլոր հարցերի պատասխանները ըստ էության տրված են Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջև թրիփի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրում, որը շատ մոտ ապագայում կգա այս խորհրդարան եւ մենք այն կվավերացնենք։ Ընդդիմությանը հետաքրքրում էին Իրանի մտահոգությունները։ Խանդանյանը նշեց, որ կառավարության անդամների միջև բազմաթիվ հանդիպումների ընթացքում հնարավոր է եղել փարատել հարևան երկրի մտահոգությունները։ Ընդդիմադիրները կրկին օրակարգ բերեցին Ալիևի հայտարարությունները, այս անգամ մաքսակետերում հայ սահմանապահների դեմքեր չտեսնելու ատոմակայանի փակման անհրաժեշտության վերաբերյալ։ Ինձ մեկ-մեկ թվում այս դահլիճում մեկ-մեկ Բաքվի ռադիոն են միացնում։ Իսկ ինչ է ասում ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը։ Գուցե ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը հղում անեք Հայաստանի ատոմակայանի փակման ժամկետների վերաբերյալ։ Կամ գուցե հղում անեք ՍԵՊԱ-ին 2017 թվականին ստորագրված, որտեղ նշված է Ալիևը գյուտ չի արել եւ բոլորը եւ Հայաստանի կառավարությունը եւս հայտնել են, որ Հայաստանի ատոմակայանը կարող է գործարկվել մինչեւ 2036 թվականը եւ պետք է նմանատիպ կարողություններով նոր ատոմակայան։ Հայաստանով ապրանքների տարանցման հնարավորությունը այլ ընտրանք է լինելու, հետևաբար չի կարող այլ ուղիների համար սպառնալիք հանդիսանալ, ընդգծեց թեկնածուն։ Թրիփը հեսա իրականություն է դառնալու, թրիփի գնացքները գալու են ու գնան եւ մեր սիրելի ընդդիմությունը մնալու է գնացքից ուշացած։ Ելույթների ընթացքում Էդգար Ղազարյանն անցում կատարեց պատերազմի հետևանքներին։ Գնահատականները համեմեց վիրավորանքներով անտեսելով ազգային ժողովի նախագահի բարեվարկության կանոնները պահպանելու հորդորները։ Քաղաքացիական պայմանագրի падգամավորները ստիպված եղան արձագանքել։ Աղաջան Ջանոյանը, որի մկրտության կնքահայրն եմ ես, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի առաջի կուրսի ուսանող, զոհվել այդ պատերազմում։ Իմ քեռին եւ ես երբեք չեն կարող արդեն լավ լինել։ Երբեք չեն կարող լավ լինել։ Մենք լավ կլինեինք, եթե Աղաջան Ջանոյանը դառնար իր երազանքի ռազմական բժիշկը եւ փրկեր մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ։ Պարոն Ղազարյան, ձեզ կոռեկտ պահեք, դուք ստանում եք նախազգուշացում եւ ես ձեզ զգուշացնում եմ, որ հաջորդ անգամ նման պահվածքից հետո, եթե դուք չինքնա էվակուացվեք այս դահլիճից, ձեզ էվակուացնելու են եւ դուրս են շպրտելու այս դահլիճից եւ ազգային ժողովի շենքից։ Հարգելի գործընկերներ, քաղաքացիական պայմանագրի հետ վերադարձեք դահլիճ։ Լարված իրավիճակը նիստերի դահլիճից տեղափոխվեց ազգային ժողովի միջանցք, ստիպված էր միջամտել նաև ղեկավար կազմը։ Վիճաբանությունը դադարեց, խմբակցությունները մեկնաբանեցին։ Տեղի ունեցել բարեկրթության նորմերի հետ կապված խնդրարույց պա, որտքում է եղել էմոցիոնալ։ Հիմա կփորձենք բնականon հունով մեր աշխատանքները շարունակել, հուսալով, որ առաջիկայում այլևս նման օրինակ դեպքեր չեն կրկնվի։ Վերադառնալով ազգային ժողովի նախագահը կրկին հիշեցրեց բարեկրթության մասին, ապա պահանջեց ուժեղ Հայաստանի հստակ դիրքորոշումը Էդգար Ղազարյանի պահվածքի վերաբերյալ։ Էդգար Ղազարյանը եւ իր պահվածքը մեծագույն խնդրեմ են այս դահլիճում եւ ընդհանրապես ես վստահ չեմ կարող Էդգար Ղազարյանը ի սկզբանե է խնդրեմ եղել այս կյանքում, բայց պարոն Կարապետյան, ես ակնկալում եմ ձեզնից, որ Էդգար Ղազարյանը պետքա գա եւ ներողություն խնդրի իր անդաստիարակ արտահայտության համար։ Որպեսզի լինենք արդար, ես ինչ որ չափով կիսում եմ, մեր խմբակցությունը կիսում է գործընկերների մտահոգությունը
եւ խմբակցությունում տեղի կունենա նիստ, որտեղ կքննարկվի հետագա քայլերը, որի մասին ձեզ տեղյակ կպայենք։ Դրանից հետո ձեր որոշումն է, ձեր որոշումն է։ Բայց ես չլսեցի ձեր գնահատականը պարոն Ղազարյանի արտահայտության վերաբերյալ։ Դա բարեվարկության նորմի խախտում էր։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ակնկալում է, որ պարոն Ղազարյանը պետք է ներողություն խնդրի իր անդաստիարակ արտահայտության համար, հակառակ դեպքում նրան շատ ծանր օրեր են սպասվում այս ազգային ժողովի դահլիճում եւ ոչ միայն նրան եւ բոլոր նրանց, ովքեր իրենց, չգիտեմ, քաղաքական կամ ոչ քաղաքական թևերը կփռնեն նրա վրա։ Հաջորդող ելույթներում ընդդիմադիրները վերադառնալով օրակարգին առաջ քաշեցին խաղաղության երաշխավորի հարցը, ներկայացնելով իրենց մոտեցումը թրիփ նախագծի վերաբերյալ։ Մենք համարում ենք, որ թրիփ նախագիծը, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների ներգրավվածությունը առաջացնում է հավելյալ զսպաշապիկ Ադրբեջանի համար։ Մենք մտահոգված ենք, որ չկա ուղիղ երաշխիք, կա տնտեսական ներկայություն, բայց չկա երաշխիք։ Բայց տեսնում ենք, որ Իրանի սահմանից 20 մետր հեռավորության վրա շատ բարդ է ունենալ երկարաժամկետ խաղաղ միջավայր։ Եվ այս երաշխավորի թեման արտահայտված է մի շատ հետաքրքիր եւ զվարճալի մեմի մեջ, որ ինտերնետում շատ հաճախ հանդիպում է։ Այդ մեմի մեջ ուրեմն պատկերված է Գայլը։ Գայլը sense ձեռք գցել է մի հատ ուրիշ պերսոնաժի ուսին ու գրված է, ասում է. Եթե դու մրսում ես, ես քեզ կարող եմ ուտել։ Էսա ձեր երաշխավորը։ Ձեր պատկերացրած երաշխավորը Հայաստանի համար այն է, որ եթե դու մրսում ես, ես քեզ կարող եմ ուտել եւ խնդիրը կլուծվի, դու էլ չես մրսի։ Ազգային ժողովի 4-րդ հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը կավարտվի հաջորդ նիստին, իսկ թեկնածուների քվեարկությունը տեղի կունենա բոլոր 12 հանձնաժողովների նախագահների ընտրության հարցերի քննարկումից հետո։ Վարդուհի Արզումանյան, Արամ Հարությունյան, լուրեր։